Ադրբեջանական բենզին են վաճառում հայաստանյան որոշ լցակայաններում կգնեք։ Ոչ։ Որտեվ ես սիրում եմ իմ գումարը, իմ ազգին, իմ հայրենիքին պաշտպան լինի։ Չեմ սիրում այդ ազգին։ Դե գիտես ինչ կա, երբեմն որ Մասիս սարը զինանշանից հանեցին, ասում են, տես Թուրքիան ինչ թելադրում է, այն էլ Փաշինյանը անում է։ Բաներ կա, որ մարդիկ տենում են, նկատում են, որովհետև վատ ազդում, չպետք է զիջես դիմացինին։ Դե գիտես կա, մի քիչ էլ չափ գոյություն ունի, ինչ որ իրականում կա, դա պետք է պահես պաշտպանես։ Ադրբեջանը հնարավորություն ունենա մեզ ուտելու կուտի։ Ես Ադրբեջանց հետ ծառչուչել էին ախպեր, մի զենքով տղա 100 ադրբեջանցու հետ կկռվեր, տղավար եմ ասում, ադրբեջանցին ով է, Ադրբեջանի մեջքին եթե Թուրքիան չլեր, մենք իրան ողորմելի վիճակի մեջ կգցեինք։ Ադրբեջանական բենզին են վաճառում, կգնեք։ Չէ, երբեք, որովհետև ես ոչ ադրբեջանցի եմ սիրել, ոչ սիրում, ես հայկական ինչ լինի, կրկնակի տաստապատեք ձևով կգնեմ ու դրանից ուրախ կլինեմ, որ ես գումարը կգնա իմ ազգի մի ներկայացուցիչի համար։ Չէ, կյանքում չի ադած բիշում։ Ինչու՞։ Որտեղ դա սաթույն են տալու մեզ, իրենց մեզ հաց են տալու կամ բենզին են տալու։ Թուրքի քեզ մոպտա բենզին հաց ուղարկում, հա։ Էնի գիտի ինչ անում, էնի խելոք մերման բան չի, միամիտ չի։ Ես չեմ գնի ախպեր, ես Ադրբեջանից առնեմ, ինձ պետք չէ ախպեր, չի լինի չեն քշի, ես տոնձի պետք չի, իսկ Ադրբեջան չեմ ուզում լծամ։ Ես գնեմ, ես պատրաստ եմ ավտո չքշեմ, ինձ ավտո ունեմ, բայց ես պատրաստ եմ ավտո չքշեմ, շահագործեմ, ես ինձ համար խախանդ ապրեմ, բայց Ադրբեջանի բենզին բացառվում է, չկա տենց հասկացողություն։ Նույնը ոնց որ Ադրբեջանին հարստացնենք, բրցնենք, ինքը գնա այդ հարստացած իրավիճակում զենք առնի կամ դեմ պատերազմ։ Դա է նշանակում։ Բոլորովին չէի հարստացնի իրան, իմ հայի բան մոտից կգնեի։